Չերի մաֆակումբը։ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Գլխավոր հովանավորն է Լեդիզոն կանանց մարզասրանների ցանցը, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, ծրագրի գործընկերներն են Մելանտե տեղական արտադրության հագուստի խանութ սրաների ցանցը, Gentleman's House Barber Shop-ը, Հայաստանում լայն տարածում գտած Fit ջրերը, Այբոլիտ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը, Իջևանի գինու գործարանը, Դրախտ Garden ռեստորանը եւ LH Travel տուրիստական ընկերությունը։ Չերի մաֆակումբը եւ կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Mafia in the City խաղը, այսինքն մաֆիան քաղաքում խաղը։ Դե ինչ, ողջույն սիրելի հեռուստադիտող, ողջույն սիրելի մասնակիցներ։ Դե ինչ, բոլորիդ մաղթում եմ հետաքրքիր խաղ եւ հայտարարում գիշեր քաղաքում։ Խաղաքարտը ինձ թվում է շերիֆը ու իմ բախտն է բերեց այսօր հենց շերիֆը ընկա։ Սիրած խաղաքարը ճիշտն ասած դոն, բայց առայժմ դեռ բախտ չի վիճակվել այդ խաղաքարտով հանդես գալ։ Սիրած խաղաքարտ չունեմ, սիրում եմ երկու գույներով էլ խաղալ։ Ընդհանուր առմամբ տարբերություն չկա, թե ինչ քարտ եմ քաշում, կարևորը որ խաղին ամեն անգամ նույն հետաքրքրվածությամբ մոտենաս ու կարողանաս օգտագործել քո քարտի առավելիցները։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը շերիֆ։ Միայն առաջի գիշերը մաֆիայի անդամները իրավունք ունեն բացեն աչքերը եւ որոշեն հաջորդ 3 գիշերների զոհերին։ Բարի լույս բոլորին։ Սա այն առավոտներից է, երբ ես կարող եմ հստակ ասել բարի լույս բոլորին։ Համար 1 պատրաստ եք խաղը սկսելու։ Դե ինչ, ունեք 1 րոպե ժամանակ։ Սիրով ողջունում եմ բոլորին, ցանկանում եմ լավ խաղ բոլորիս։ Առաջինը նստել է շատապատասխանատվություն է, դրա համար գուցե եւ լավ բացում չանեմ, առաջին անգամ եմ մեկ նստում, մի փոքր լարված եմ։ Շնորհակալություն կուզենայի հայտնել Չերի Մաֆ ակումբին հետաքրքիր պրոյեկտի համար։ Կխնդրեի բոլորիդ, քանի որ ես հնարավորություն չեմ ունենա այս առաջի շրջանում վերլուծել, կխնդրեի յուրաքանչյուրիդ ուշադիր լինեք բոլորի խոսքերին, փորձել մաքսիմալ վերլուծել։ Այս կարմիրներին միանշանակ հաղթանակ։ Բոլորիս հավես սիրուն խաղ, շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 2։ Բարև ձեզ սիրելի ընկերներ, հին ու նոր ընկերներ։ Ուրախ եմ ամեն մեկի հետ ինդիվիդուալ խաղալ, կսպասեմ երկրորդ պտույտին, որպեսզի ավելի շատ կարծիքներ բոլորի մասին ասել։ Առաջինի մասին, առաջինի խոսքը իմ համար բավականին լարված խոսք էր, չգիտեմ, կախված է նրանից, որ ինքը բացումն է անում խաղի, առաջինն է խոսում դրա հետ է կապված, թե ուղղակի էմոցիաներ, ուղղակի առաջինին հարց կտամ, դուք նախապես պատրաստված եք եղել առաջինի ինչ-որի խոսք ասեք, թե չասեք, թե ոչ, պատրաստված չեք եղել, հա, ուրեմն լարվածություն կարող է լինել։ 10 վայրկյան։ Դրա պատճառով առաջի խաղացողը դեռ իմ համար 50-50 է, կսպասեմ, մեկ էլ առաջարկ ունեմ, ովքեր տեղյակ են խաղում, կարող ենք ստոլը 50-50 անել եւ երկու ամենակասկածելի խաղացողների մեջ բաժանել, քվեարկություն անել, որովհետեւ Շնորհակալություն։ Համար 3, բարև ձեզ։ Ողջունում եմ բոլորիդ, նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար, ցանկանում եմ մեզ գժական խաղ, էմոցիոնալ խաղ, ցանկանայի ինքս իմ համար իմ խաղը ավելի ինտրիգային դարձնելու համար գոնե հանդես գայ սև կամ գոնե շերիֆ, բայց ողջունեք ձեր սրտի կարմիր խաղացողին, անդրադառնամ առաջին մասնակցին,
Ինձ համար իրականում ոչինչ չասող բացում էր դա, չգիտեմ առաջին մասնակիցներ դրա համար թե կամ զուտ պատրաստ չէր, այսինքն ինչ որ կարծիք ասել սև կամ կարմիր խաղացող թերևս չեմ կարող ասել։ Երկրորդ մասնակիցը ավելի համոզիչ էր խոսում, ավելի շատ ուզում էր համոզել, որ ինքը կարմիր խաղացող է, այդ իսկ պատճառով կարող եմ գոնե մտածել, որ սև լինելով հանդերձ էր, թեկուզ մի քիչ լարված, որ չէր ուզում ցույց տալ, բայց հստակ խոսքերով հանդես էր գալիս եւ իրեն ներկայացնում էր որպես կարմիր խաղացող։ Համենայն դեպս այսքանը, միգուցե կարծիքս այլ լիներ, եթե հանդես գա օրինակ 10 կամ 9 խաղացող, քանի որ կարծիքս այլ կլիներ ուրիշ մասնակիցներին լսելուց հետո, բայց սահմանափակվում եմ թերևս այսքանով, քանի որ ընդհանրեն ունենք 2 խաղացող։ Շնորհակալ եմ։ Համար 4 Ես էլ եմ ողջունում բոլորիդ։ Իմ համար շատ հետաքրքիր խաղ է լինելու, որովհետև բացառապես բոլորի հետ էլ խաղում եմ առաջի անգամ, ու բոլորին լավ խաղ եմ մաղթում։ Ուզում եմ համար 2-ին մոտ անդրադառնալ։ Համարին առաջին նկատողությունը Եթե դուք լինեիք համար 1, ու խոսքը դուք բացեիք, որ ձեզ տենց հարց տային, նախապես պատրաստել եք խոսքը, թե չէ, ոնց կպատասխանեիք այդ հարցում։ Հիմա ես ուրիշ ձև խաղայի այդ պարագայում, ինչի համար։ Որովհետև սև լինելով դուք, եթե սև լինեք, այդ հացը կարայիք տեք։ Ես տենց եմ մտածում։ Ամենայն դեպս ում եմ կրակելու, ես նշանը չեմ հասկանում։ Քրարկությունը ում եմ դնելու, դե արսան։ Լավ, նշանը սակը չեմ հասկանում, ամեն դեպքում ընդամենը համար 2-ը խոսած համար 1-ից, համար 3-ը չխոսած համար 2-ից, հետո համար 1-ից։ Հələ որ այդքան է, ավելի բան չեմ կարող ասեմ։ Կլս եմ ինձանից տալշը, բայց հաստատ կոնֆլիկտ լինելու է այն կողմի վրա, որտեղ մեր մոտ կոնֆլիկտ չի։ շնորհակալություն։ Խնդրեմ մի Ողջուններս բոլորին, ոնց որ ստացվում է երկրորդ խաղս է, ու ինչքան որ թվում է պարզ, այնքան նաև բարդ է, ու այդ վերլուծելը, հիշելը, խոսելը մանավանդ երբ որ առաջի շրջանն է, բայց որոշակի այդ զգացողություն կա, որ խոսքի մեջ մարդով ինտոնացիայի մեջ որոշակի վերլուծություններ ես ուզում անել։ Ես համար 3-ի խոսքը իմ համար մի քիչ ավելի պաշտպանողական խոսք էր, համար 3, ինձ այդպես է թվում առայժմ։ Ինչ վերաբերում է համար 1-ին, դե բնական է ողջունի խոսքեր ասեց, դեռ չես կարող վերլուծություն անել։ Համար 2-ն շատ բարի դեմքով գրակ այդ խոսքերով կարողացավ հասնել տեղ, բայց էլի կասկածը չի հարատում։ Այնպես որ համար 3 դեռ տեսնենք։ շնորհակալություն։ 6 Շնորհակալություն, կրկին ողջունում եմ բոլորին։ Ելույթ ունեցողների մեջ համար 1-ի ողջույնի խոսք էր զուտ, ավելացնելու բան չկա։ Համար 2-ի մոտ թեթևակի լարվածություն է նկատվում, բայց չեմ կարող ասել դա ինչից է, որտեղ մի տեսակ այդ հարցերը, բան, մի խոսքով։ Համար 3-ի խոսքը կարծում եմ անկեղծ էր, չգիտեմ։ Համար 4-ն է լարված շատ, բոլորից լարված, գուցե չեմ ճանաչում, կարող է խոսելու ձևն է տենց, բայց որպես բան անալիզ կարող եմ ասել ամենալարվածը համար 4-ն էր խոսում։ Համար 2-ի մոտ է կար որոշակի լարվածություն, բայց ինձ թվում է համար 4-ի հետ կապված մենք հետագայում պետք է անդրադառնանք, երկրորդ կրուգում արդեն ավելի հասկանալի կլինի։ Համար 5-ը իմ համար կարմիր է թվում, դեռևս, չգիտեմ, իր խաղի ոճից եմ արդեն պատկերացնում, համենայն դեպս հələ որ էս իմ դիտարկումներն էր, թե վերջում ինչ կլինի, չգիտեմ, հələ որ այսքանը։ Մարիա, համեցեք, մեկ րոպե։ Բարև ձեզ, ուրախ եմ բոլորին ողջունել, մեկ-մեկ կանցնեմ ռուսերենի, որտեղ դից մի քիչ ավելի հեշտ է ինձ համար, ու ամենասկզբից էլ կխնդրեմ, ինձ կոնկրետ կասեք, ում դեմ եմ, եթե 2 հոգի լինի, ինձ կասեք, ում դեմ ես պետքա քվեարկեմ, օքեյ, 2, 3, 4, անդրադարձան ամսի համար 1-ին, համար 1-ը, հələ ամենասկզբից, որ դրսում ենք, այդ աղջիկը ասեց, իմ համար ողջունի խոսքը դժվար է, ու նորմալ այդ մարդը խոսած 1-ի համար, համար 2-ը դա նկատեց, 3-ը, 4-ը, համար 4 ջան, ձեզ ընդհանրապես վիզիմ ինչ-որ լարվածություն կա, որտև դուք շատ ցածր եք խոսում, ես չգիտեմ, դուք առօրյա կյանքում ոնց եք խոսում, ձեր հետ համաձայն եմ, համար 5-ը իմ համար ամենա երևի թե կարմիր տեքստը ասեց, ու
բայց ինձ թվաց ոչ թե համար 2-ն ավելի լարված, համար 3-ն է, իմ համար ավելի լարված։ Հələ որ իմ համար 1, 5, 6 ավելի կարմիր են, քան մնացածները։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Համար 8 Ողջունում եմ բոլորիդ, պատիվ է ձեր հետ խաղալը։ Իմ կարմիր թիմը մինչև հիմա խոսելով կհամարեմ 2-5-6։ Խնդրեմ ընդունեք 3-ի տեխնացությունը։ Ընդունված է 3։ Հանելու իրավունք ունենք տեխնացություն հանելու։ Խնդրեմ հանեք համար 3-ի տեխնացությունը։ Թիմը առաջարկում է, որ տեխնացություններ չդնենք, կիսելով չխաղանք։ Ես 3-ին սև եմ տեսնում, 2-5-6 կխաղամ, 4-ի անհանգստությունը, որ նկատել եք, կարող է լինի սևական, մանավանդ ինքը մի արտահայտություն արեց, երբ որ նման ժեստ ցույց տվեց համար 2, ասեց ում եմ կրակելու, ինչի հենց առաջինը հիշեց կրակելու մասին, որտեղ սևերն են պայմանավորվում, որ կրակեն։ Համար 1-ի անհանգստությունը կդիտեմ որպես առաջի բացով, դեռ չեմ կենտրոնանա ձեր անհանգստանալու եւ սևության վրա, պաս։ Շնորհակալություն։ Համար 9 Առաջարկում են կիսեն կարծիք հայտնեն, բայց ես դեմ եմ կիսոցում, որովհետև շատ հեշտ խաղը կջարդվի։ Եթե խաղը ջարդվի, պետք է ուղարկենք նրան, ով ջարդել է խաղը։ Կարմիրներին դա ձեռք չի տալի, որովհետև 2 կարմիր հաստատ կգնա, հաստատ կգնա։ 1, 2, 3, 4 առնվազն 1 սև կլինի։ 1 սև։ 1-ը իմ համար լավ բացում արեց։ 1-ը միջև սկսելը ինքը շատ լարվում էր, ասում էր համար 1 եմ նստում, շատ եմ լարվում, չեմ կարա սեղան բացեմ, համար 1-ը ու համար 10-ը դա շատ կարևոր նստող, պետք է շատ լավ կարանաս խաղաս, որ նստես 1 եւ նստես 10։ 1-ը պետք է լավ բացում անի, որ իրանից հետո կարանան կարծիք հայտնեն։ Ինձ թվում է 1-ը լավ կարծիք հայտնեց։ Շնորհակալություն համար 9։ Համար 10 եզրափակեք շրջանը։ Բարի երեկո, նայեք, համար 1-ը 50-50-ի տեքստ է ասել, բայց ինձ դուր չեկա, որ համար 2-ի հարցին, թե ինքը տեքստը նախորոք էր պատրաստել, թե ոչ, ասեց ոչ, բայց ես մտածում եմ համար 1-ը տեքստը պատրաստել է։ Ինձ դուր չեկել, որ համար 1-ը սխալ ինֆորմացիա է տվել։ Այդ ես նկատի կունենամ։ Առաջարկում եմ առաջի զրոյական շրջանի տվյալներով հանգիստ թողնենք համար 4-ին, համար 4-ը ուղղակի տերմինաբանությունից տեղյակ չէր, ուղղակի պատասխանեց, այս խին է, հարցում են խի։ Ինչու։ Պորկե։ Ես ամենակարմիր խաղացող, ոնց որ ինձնից հետո սեղանի տվյալներն էլ են տալիս, համար 5-ին եմ գտել, բայց համար 8 ինձ դուր չեկավ ձեր թիմը 2-5-6, որտեղ եթե 2-5-6, ապա ինչու ոչ 7 առաջին հարցը եւ երկրորդ 2-5 արդյոք իրար հետ մի թիմում կարա լինեն, թե ոչ, որտեղ 5-ին 2-ը դուր չերեք է։ Մտածում եմ 2-3-4 10 վայրկյան։ Մի հատ սև կա, կարա մեկը լինի իրանցից մեկի հետի սևը, բայց այս կողմը ինձ ավելի շատ դուր եկավ, ես խաղում եմ 9, որտեղ 9 կարար տեխնացություն դներ, ակտիվացներ, չարեց, իմ խորհրդին հետևեց 9-10, 5 իմ թիմն է այս պահին։ Շնորհակալություն համար 10։ Սիրելի մասնակիցներ, մենք ունենք ընդամենը 1 տեխնացու, իսկ եթե առաջի ցերեկը 1 տեխնացու է, ապա քվեարկություն տեղի չի ունենում։ Այնպես որ ես հայտարարում եմ գիշեր։ Այս գիշերը մաֆիան խաղից հեռացրեց համար 5-ին։ Դոնը ստուգեց և չգտավ շերիֆին։ Գիշերը ստուգման ընթացքում շերիֆը գտավ սև խաղացող։ Առաջին կրակված մասնակիցը թողեց իր կարծիքով սևերի եռյակը։ Համար 10, համար 3, համար 1։ Առավոտ համար 5 1 րոպե մահախոսական։ Դե որ տեսնում են բոյով ջանով, ասում են շուտ անել, որ հետո պրոբլեմ չլինի։ Ձեզ լավ խաղ եմ, այս հումոր էր էլի իհարկե, լավ խաղ եմ մաղթում։ Ես կուզենամ հաղթեն կարմիրները, երբեք սևերը, երբեք ոչ կյանքում հաղթեն, ոչ է խաղում, թեկուզ ինչքան է խաղ լինի, որովհետև կարմիրը այս պահին ձգտում է արդարության, իսկ սևը հակառակ խաբեության։
բայց կարմիրները պետք է ապացուցեն, որ ուժեղ են եւ արդար գնալու են առաջ, այնպես որ սևեր ձեզ մաղթում են պարտություն։ Այսքանը վեր։ Շնորհակալություն եւ խաղաշրջանը բացում եք դուք համար 2, 1 րոպե ժամանակ։ Շատ եմ ցավում, որ համար 5-ը դուրս եկավ, որովհետև 5-ը ամբողջ խաղի ընթացքում իմ համար ամենաշատ ու ճիշտ վերլուծությունը արեց, որի հետ ես համաձայն էի։ Իրանից հետո, քանի որ սկսել եմ համար 5-ից հետո շարունակեմ, համար 6-ի խոսքը դուրս եկավ, չնայած ինքը մտածում էր, որ ես լարված եմ, բայց կարա լարվածություն լինի որպես առաջի խաղ։ Համար 7-ը իմ համար ամենասիրուն ձևակերպումը տվեց բոլոր Իրանից առաջ խաղացողների համար, դեռևս որպես կարմիր խաղացող եմ դիտարկում համար 7-ին, համար 8-ի խոսքից ելնելով ինչ որ ասոբը կարծիք չուզեց ասեմ, բայց համար 9-ի խոսքը ամենակասկածելին թվաց իմ համար, որտեղ ինքը հենց առաջինը բացվեց ու սկսեց ասել, որ ես լարված եմ, վատ եմ խոսում, մի հատ ռուսերեն խոսեմ, մի հատ հայերեն խոսեմ ու իր խոսքից ընդհանուր առմամբ ինչ որ վերլուծություն չկարողացա անեմ։ Համար 10-ը ընդհանուր որպես ամփոփային խոսք, բոլորի մասին իր կարծիքը ասեց ու շատ պահերում հակասական էր։ Համար 1-ին դեռ կլսեմ, ուզում եմ էլի լսեմ, որտեղ անցած tweet-ին ես կարծիք հայտնեմ, այ համար 3, համար 4, համար 4-ը լարված է, ոնց հասկացա, այդքան փորձ չունի, բայց համար 3-ը իմ համար ասպայությամբ ստոլի ամենակասկածվող խաղացողներից մեկն է։ Համար 3 համեցեք։ Շատ բարի։ Իմ համար ճիշտ ասած կանրադառնամ սկզբից համար 9-ին, ինչի, քանի որ իմ կարծիքով, այսինքն եթե ճիշտ հասկացա, դուք սկսնակ խաղացող չեք, չէ՞, պրոֆեսիոնալ եք։ Եթե պրոֆեսիոնալ եք, իմ կարծիքով լարվածությունը այդտեղ անհիմն էր, որովհետև դուք ինքներդ նախ իրոք բայ համաձայն եմ համար 2-ից հետ բարձրացանցիկ որ լարված եք, բայց հետո ստեփ խաղացողը արդեն ավտոմատ փորձում է ինչ որ արդարացումներ կամ ինչ որ իրան ավելի կարմիր ներկայացնել, այդ դեպքում լարվածություն կարար լիներ։ Ես առաջարկում եմ ստուգել համար 9-ին, համար 2-րդը շատ պրոֆեսիոնալ, շատ գեղեցիկ է խոսում, բայց համենայն դեպս ես մի տեսակ լարվածություն նկատում եմ։ Կարելի է ստուգել նաև համար 2-ին, իմ համար դուք էլի կարծում եմ ավելի շատ սև խաղացող եք, քան կարմիր։ Համար 7-ը իմ համար կարմիր խաղացող է, համար 6-ն չգիտես ինչի համար 8-ը ինձ կասկածում է, բայց ես իրան այդքան չեմ տեսնում սև խաղացող։ Կխնդրեմ ուղղակի ստուգել համար 9-ին եւ համար 2-ին։ Այսքանը շնորհակալություն։ Խնդրեմ 4։ Նախ անդառնամ համար 6-ի արտահայտությանը որ լարված եմ կամ ձենս ցածր է, բնավորության որ հանգիստ եմ ու ցածր եմ խոսում ու զուտ դրա համար, բայց փորձեմ ավելի բարձր խոսամ։ Համար 10-ը ճիշտ է նկատել։ Ես տերմինաբանության այդքան լավ ծանոթ չեմ, որովհետև մենք որ խաղում ենք, դեռ որից ձև ենք խաղում։ Ես ինքնապաշտպանական խոսք չի, ուղղակի զոտ, որ չեմ իմացել ինչ է նշանակում։ Էդի տենց համար 8-ը էլի սևացրել է 3-4, համար 9-ը տենում է ստեղից մի հոգի սև հաստատ, այսինքն եթե ստեղից մի հոգի է սև տենում, այսինքն երկու հատ էլ այնտեղ կա, չէ՞, բայց այդ համար այդ երկու սևին որտեղ եք տենում, էլ ինձ հետաքրքիր։ Համար 9-ը համար 8-ին է դնեմ։ 10 վայրկյան։ Չէ, ես տեխնացիոն չեմ դնի, որովհետև որովհետև չեմ կարող հիմնավորեմ խեմ դնում, զուտ դրա համար։ Ես որ դնեմ, պետք է հիմնավորեմ, բայց հնարիկապային իմ համար հիմնավորում չկա, ինչ համար դնեմ, ես զուտ հաց եմ տվել։ Շնորհակալություն։ Խնդրեմ 6։ Ցավում եմ, որ 5-ը գնաց, իրականում սենց բոլորին հեսա հանելու են, եթե մենք հիմա ակտիվ քայլերի չգնանք։ Եկեք փորձնական էլի, օրինակ 4-ը իրոք հասկացելի է իմ համար, չգիտեմ։ Եկեք փորձենք հասկանալ։ Ես օրինակ 4-ի տեխնացիոնն եմ առաջարկում, ընդունեք խնդրում եմ 4-ի տեխնացիոնը։ Ընդունած է 4։ Հաջորդը առաջինի նորից խոսքն եմ ուզում լսեմ, որովհետև առաջինը բան չի ասել, մենք սենց խաղը գնում է, ինքը ընդհանրապես մի հատ ողջունի խոսք է ասել։ Եվ հիմա իր խոսալուց է կախված, կասկածները գալու է իր ուղղությամբ թե չէ։ Համար 3-ը 50-50 է դառնում իմ համար, ճիշտ է ինքը ասում է ես կարմիր եմ, բայց ես սկսեցի մի քիչ կասկածել, ճիշտն ասած, իր խաղի վրա։ Շատ քիչ, բայց կասկածեցի, համար 2-ը տարավ կարմիր իմ համար 7-ը հաստատ կարմիր է իր այդ խաղում եմ, իսկ իրանք էլ քան որ սենց ակտիվ քննարկում է, ես չեմ կարծում իրանք սև լնեն ու տենց ակտիվ իրար հետ ինչ-որ բաներ քննարկեն։ Շնորհակալություն 6 Գիտեմ էլի։ Մարիա, խնդրեմ համար 7։ Համար 9 դուրս չկա, որ դուք ձեր րոպեն նվիրեցիք համար 1-ին։
արդեն խոսացել են դրա մասին։ Համար 10, մի րոպե, համար 10-ը իմ համար նորմալը, համար 8-ի խոսքը չտասա չեմ հիշում։ Вы начали плохо для меня, потому что посвятили очень много времени номеру 5, потом вы для меня покраснели своим текстом։ Համար 3 ջան, ինձ համար 50-53, որտեվ ну, я уже не помню просто вы с кем вы играли, с тем человеком, с кем меня по поводу номера 9, да, вы, по-моему, говорили? Да, мне кажется, они не смогут быть в одной команде, потому что они Ինը դրել են ինին։ Անտոնը խնդրում եմ ինի տեխնացիոնը։ Իտուած է ինը։ Դուք 4-ին դրեցիք, окей, հա։ Համար 4 для меня он был более искренний, чем в первом круге. Ну да. Всё. Շնորհակալություն։ Խնդրեմ 8 Ինձ համար խաղի սևերն են 1-4-ին է, հավեն դեպս ես պայն, ամեն ինչ պարզ է իմ համար, ես չէի սխալվել հունգի մեջ, պարզվեց, որ ասել էի կարմիրա խաղացել է ինչ առաջի կրուկ, դե խպեցին դրա մաշն կարմիրա, ինչի 1-4-ին է, որովհետև դուք եք կարմիր, երկուսը կարմիր էր հենց սկզբից, երեքը կարմրեց այս կրուկ ինչի համար, որովհետև ասեց ինչքան էլ սևը 8-ը կասկածում է, որ սև եմ, բայց ես չեմ կասկածում իրան, այդ հիմնական կարմիրի խոսք է, 4-ը բացի անհանգիստը ինքը ավելի արդարացող է խոսում, քան արգումենտալ, 6-ը անցած խաղից էլ իմ համար կարմիր էր, 7-ը այս խաղին կարմիր էր, ես անցած խաղին ոչ մի բան ձեր մասին չեմ ասել, որտեղ կարծիք չունեի, հիմա կարմրեցիք, Այստեղ 9-10 էի մտածում, բայց ավելի շատ 9-ը, քան շնորհակալություն։ 9 Ընդունեք համար 3 Ես շատ լարված եմ, այո։ Ես կարամ լինեմ նաև շերիֆ եւ լինեմ լարված։ Դուք դա էլ պետք է մտածեք։ Իմ համար 3-ը կասկածելի է, իրան համար կարևոր չի ով գնա, 2-9, ինչ որ դու պետք է ինչ որ մի արգումենտ ունենաս, խես դու ուզում ճանապարհես ինձ կամ 2-ին։ Ինչ որ մի արգումենտ պետք է ունենաս, դու չես կարող ասես ուղակի ընդունեք 9-ին ինքը լարված էր։ Այո, ես լարված եմ, 4-ն էլ է լարված, 2-ն էլ է լարված, 10-ը լարված չի, բայց մենք տրոյկա չենք։ Չգիտեմ, ընդունեք 2, 3 կներեք, ընդունեք 3։ Լավը չես իմ համար։ Հաստատված է։ Շնորհակալություն 10 Չէ։ Նայեք, ես 2-ին կարմիր եմ տենում ոչ միայն տեքստով, այլ նաև իր պոզիցիայով, էլի, նա հանգիստ նստած չի լարվում, բանի մեջ չի։ Համար 3 կա ինչ-որ խաղացող սեղանին, որ ձեր հակարծիքով կամ հաստատ սև է, կամ հաստատ կարմիր, ինչ-որ թիվ ցույց տվեք, ասեք, որ հաստատ ինքը հաստատ սև են այս երկուսը։ Չէ, ով է հաստատ սև, կա մեկը, որ հաստատ սև է, հա, չնայած դուք հրաժարվել եք շերիֆի հայտարարության հնարավորությունից ձեր առաջին շրջանի խոսքով, որտեղ ասել եք, որ ոչ շերիֆ եք, ոչ սև խաղացող։ Դրա համար ես չեմ դիտարկի ձեր հնարավոր շերիֆ լինելը, անգամ եթե դուք ինչ-որ շրջանում որոշեք բացվել, դրա համար ես կքվեարկեմ 3, մտածում եմ 3-ը սև խաղացող է։ Ինձ ինֆորմացիա կա, որ ես ստուգված կարմիր խաղացող եմ, ինձ շերիֆ է բացվել։ Մտածում եմ 2-ը կարմիր է, 6-7 պետքա որ կարմիր լինեն, բզբզալու հիմնական տեղերն են 1, 3, 4, 8, 9-ին այս շրջանի տվյալներով տեսնում եմ կարմիր խաղացող, բայց 7-ին կարմիր եմ գտել այս շրջանով, 6-ը դեռ քննարկման հնարավորություն ունի։ Սաթեն։ Այո։ Դուք խաղի մեջ եք 1 րոպե։ Համար 9-ի հետ խաղացել եմ, իդեալական սև է խաղում։ Կարմիրը ինքը միշտ լարված է խաղում։ Պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա, որ ինքը կարմիր խաղացող է։ Ինքը շատ լավ սև է խաղում, համար 6-ը կհիշի, մենք իրար հետ խաղացել ենք, համար 6։ Խաղացել ենք սև ա եղել, իդեալական խաղացել է։ Առաջի խոսքի ժամանակ համար 8-ը թիմ վերցրեց համար 6-ին, 7-ին չվերցրեց։ Տրամաբանությունը չտեսա։ 6-ին վերցնել, 7-ին չվերցնել, իրար հետ եք, իրար նման եք, լավ է, պետք է վերցներ։ Թիմ հավաքեց, 7-ին չվերցրեց, այս անգամ ավելացրեց 7-ին, 8-ին ինձ դուր չես գալի, ոչ մի տիպի ինձ դուր չի գալի համար 8-ը։ Այս կողմից համար 2-ը իմ համար ինք ավելի կարմիր խաղացող, համար 3-ին մեկը կարծում եմ պետք է իրան հանենք,
որովհետև ստոլի մեծ մասը, շրջանի մեծ մասը իրան տեսել է, դու կարմիր եք, չէ՞ տեսա համար 2-ին։ Ինքը գրովում է համար 2-ի ու համար 9-ի։ Համար 2-ի վրա գրովում է։ Մենք իրան կարմիր ենք տեսել, ամեն տիպի սևացնում է։ Շնորհակալություն եւ այսպես ուշադրություն, քվեարկություն, տեխնացուներն են 4, 9, 3, 4, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 4-ը, շնորհակալություն 0 ձայն։ 9, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 9, դրեք ձեռքը համար 1, ստանում եք առաջին նկատողությունը, 1, 2, 3, 4, 5 ձայն։ Սիրելի հեռուստադիտող, ես ասեմ քվեարկության ժամանակ, եթե ձեռքը դնում եք եւ հանում եք, ստանում եք նկատողություն եւ ձեր ձայնը հաշվի է առնվում։ Համար 8 քվեարկությունը չի ավարտվել, դուք նույնպես ստանում եք առաջին նկատողությունը, համար 10 դուք նույնպես։ 3, ովքեր են համաձայն որպեսզի խաղի թերանը համար 3-ը, շնորհակալություն 4 ձայն։ Քվեարկությունը ավարտված է, կարող եք հիմա իրար հետ շփվել ժեստերով, բայց համար 9 դուք հավաքել եք 5 ձայն, 1 րոպե մահախոսական, համեցեք։ Ուրեմն ես ես խաղի շերիֆն էի, համար 3 ջան։ Ստուգել եմ 10-ին, 10-ը կարմիրը, ես իրան իշմար եմ արել, դուք իմ համար սև եք, դուք գնում եք այս շրջան, հաջորդ առավոտ հելնում է, գնում է համար 3-ը։ Համար 2-3 իրար հետ գնում եք դուք։ Ձեզ լավ խաղ, մաղթում եմ կարմիրների հաղթանակը, թողում եմ համար 10-ին ստուգված կարմիր խաղացող։ Համար 10-ը խաղում է կարմիր գույնով։ Հաջողություն։ Շնորհակալություն։ Շանս կամը 10-10 ինձ էդ սևն է։ Ոչ։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան վրիպետ։ Գիշերը ստուգման ընթացքում շերիֆը գտավ սև խաղացող։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բոլորդ պետք է լավ լինեք, որովհետև տեղի ունեցել վրիպում։ Շնորհավորում եմ կարմիրներին, եթերում եմ մաֆիան քաղաքում հեռուստա նախագիծը եւ խնդրեմ համեցեք համար 3 դուք եք շրջանը սկսում 1 րոպե։ Շատ լավ։ Ուզում եմ ասել, հարգելն ես, ես կարմիր խաղացող եմ, իսկ մեր համար 9, քանի որ ասեց ես շերիֆն եմ եղել եւ ստուգել եմ համար 10 կարմիր խաղացողը, իմ համարը ավտոմատ համար 10-ն էլ է դառնում ստեփ խաղացող, քանի որ չէր կարա կարմիր խաղացողը չիմանար, որ ես կարմիր խաղացող եմ։ Եթե ես չեմ հիշում, ինքը 10-ից բացի էլի թիվ ասեց, թե չէ։ Էլ ինչ թիվ ասել, որ կարմիր խաղացող եք ես, չեմ հիշում, մի խոսքով։ Իմ համար ավտոմատ 10 խաղացողը դառնում է սև խաղացող, քանի որ ես կարմիր խաղացող լինել բանտեր չէր կարա շերիֆ լինել, ուտեց ինչ որ բան ասել։ Իմ համար 10 խաղացողը սև խաղացող է, կխնդրեմ շերիֆին ստուգել։ Մեկ էլ մի տեսակ 6 խաղա, համար 6-ի վրա ավտոմատ կասկածներ ունեմ, 10 վայրկյան։ Եվ կխնդրեմ նաև ստուգել առաջին խաղացողին, չգիտեմ։ Ինձ մի հատ արտահայտություն ասացին, իմ համար մեկը ով կհելնի, ով կմնա կարծիք չեմ, շատ թյուր, ինչ որ ոչ հասուն կարծիքներ են ասում, խաղը ինտրիգ ապահովել համար, այսքանը։ Շնորհակալություն Նարի համար 3-ին, համար 4 համեցեք։ Տնակ համարին դուրս գալուց ասած մյուսը խաղեց գնում է 2 եւ 3, ինքը սև գնալու, ես սև եմ։ Ինքը սև գնալով ուշեց սևերին, որ գնում համար 2-ը եւ 3-ը։ Դրանից 2-ի համար կարմիրում է։ 10-ը կարմիր է, ինքը կարող տենց աներ, ես քեզ գտել եմ կարմիր խաղացող, բայց տենց չէր կարող լիներ։ Հա կարող լինի, որ ինքը շերիֆ, լժը շերիֆ է ու կարմրացնում էր իր այդի սևին, բայց այս պրոմխը գնաց նրանից, որ այն կողմի վրա էր, մի սև այն կողմի վրա էր ու չհասկացավ ում պետք է խփեին։ Ինձ թվում է ընդունեք համար 6-ի տեխնատությունը։ Ընդունվածը 6։ Համար 6, համար 8 շատ ակտիվ են։ Շերիֆ կա։ Ինչ-որ մեկը շերիֆ կա, թող մյակ սուստա ձեռով։ Ինձ ոնց որ ստուգել են արդեն, ու ուզում եմ հասկանամ ով է ստուգել։ Եթե տենց վստահ ստուգել են ու ասում են, էլի։ 10 վայրկյան։ Չկա, ինքը լժե շերիֆ է, չի կարա տենց լինի։
Ընդունեք համար 6-ի տեխնացությունը, մինչև ինձ էլի երկար կռուգը ֆրալա։ Հաստատված է, շնորհակալություն 4 6 Ակնհայտ է, որ 3-ը սև է արդեն, կարծում եմ տեղ քննարկելու էլ բան չկա, բոլորիս համար դա պարզ է։ Անկախ նրանից, որ ինքին տեխնացությունը նույնիսկ չդներ, ես առաջադրելու էի, խնդրում եմ 3-րդ համարին ընդունեք տեխնացությունը։ Թուված է 3 4-ն էլ է ինձ թվում է սև։ 3-րդ սևին չեմ կարող գտնեմ եւ եթե համար 9-ը շերիֆ չէր, կեղծ շերիֆ էր, ակնհայտ է, որ էլի պետք է այդ իսկական շերիֆը հիմա բացվի, բայց քանի որ ոչ մեկ դեռ չի բացվել, կասկածներ չունեմ, որ ինքը իրոք փաստորեն շերիֆ էր։ Բավոն մտածում է շերիֆ չէ, ինձ արի ստուգելա, ես սև եմ, ո՞նց իմ տեխնատությունը դնում։ Ձեզ չի ստուգել։ Ինքը ասեց ստուգելա։ 10 վայրկյան։ Ձեզ չի ստուգել, ուշադիր լսեք, ինքը ասեց ես 10-ին եմ ստուգել, բայց ասես դուք էլ եք սև, բայց առանց անկախ իր ասելու ես առաջադրում եմ թիվ 3-ի տեխնատությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն 7 Համար մեկ ջան, ձեր վրա եմ շատ ջղայնացած, որ ձայնը դրեցիք ու հանեցիք, ես համար 9-ի գույնը չգիտեմ, ինձ համար իր խոսքը շատ վատն էր, բայց որ դուք ասեցիք, որ դուք իրան շատ լավ գիտեք ու ինքը թույն խաղում է սև, իմ համար ինքը սև էր, բայց համար 3 ջան, բայց ինչ եք դուք մտածում, եթե ինքը տալիս է համար 10-ին կարմիր, համար 10-ը կարմիր չի, ինչ եք դուք Որտեվ ասեց շերիֆ եմ եւ ստուգել եմ։ Հա ինչ անենք։ Համար 3 Իսկ բան չէ, համար 3 ջան, դուք իմ դուրի չեք։ Ես համար 10-ի դեմ հələ ոչ չեմ քվեարկելու։ Դուք ինձ համար ավելի սև եք։ Ինձ համար 10-ը սև չի հələ որ։ Ու ինքը շատ լավ խոսում է մեր դպրոցում։ Антонек համար 4-ի տեխնացիոնը թող լինի, вы тоже очень плохо говорили. То есть դուք в принципе արդեն даже գույներ եք ասում։ Դուք ասում եք 2-ի 3-ի մասին։ То есть համար 9 տալիս է համար 3-ին սև, դուք կարաք համար 3-ի հետի սևը լինեք։ Կամ против 3 կամ против 4 եմ։ Այստեղ հələ որ համար նորմալ է։ 8 Ժորդ, լսեք ինչա կատարվել, խնդրեմ ընդունեք համար 4-ի տեխնացությունը։ Հաստատված։ Ես ամենաառաջի շրջան ասեցի, որ իմ համար սևն են 1-4-9։ Դրանից հետո սխալվել է ընդամենը 1-ում, 1-ի փոխարեն սևը 10-ն է։ Ինչի համար 10-ը երբ որ ասեց ես ստուգված կարմիր եմ, համար 2-ը միանգամից ասեց ինքը սև է, այսինքն ստուգողը շերիֆը ինքն է ու ինքը նշան չի տվել, որ ստուգված կարմիր է։ Հետևաբար պայմանավորվել են 9-ով 10-ով, որ ես կբացվեմ շերիֆ, կասեմ դու կարմիր ես, բայց այնտեղ իրական շերիֆը նստած է, երբ որ համար 10 ասեց ստուգված կարմիր է, մարդը 10 չի ստուգել, շերիֆն է։ Դրա համար ասեց սև է։ Ստեղ ավտոմատ իմ համար սևացավ համար 9 ու արդեն լժե շերիֆ դարձավ։ Ինչի եմ ավելի հակված համար 2-ին հավատալ որպես շերիֆ, որովհետև իմ տեսած սևերին ինքը բացահայտեց իր միջոցով բացահայտեցի։ Առաջի գիշեր, եթե ես ստուգել եմ համարին ինքը թելա սև, երկրորդ գիշեր ստուգել եմ համար 4-ին իմ խնդրանքով կթելա սև։ Խնդրեմ ընդունեք 4-ի տեխնացիոն 4-ին կանանք, իմ կարծիքով պրոտիվավեսով չխաղանք, սենց գնանք քաղաքին շատ արագ։ Մեմորի դες ինչ վատ տեքստ ասեցիք, մեկը մեկից գմփալու տեքստեր էր համար 8, նայեք, երբ որ համար 3-ը ասում է, որ իր համար 10-ը սև է, որտեվ համար 9-ը լժե շերիֆ իր վերսիայով 10-ին ստուգված կարմիր է տվել, դա նորմալ է, բայց որ դուք համար 8 նստած ասում եք, որ ձեր կարծիքով 9-ի տված ստուգումով համար 10-ը սև է դուրս գալի, դա вообще նորմալ չի։ Ես ուրիշ բան եմ ասել։ Դուք այդ նոր ասեցիք, ասեցիք որ խաղի սևերը 4-9-ը 10 են։ Ձեր համար չի կարա քննարկվեն վերսիան, որ 10-ը 9-ի հետի սևն է, 9-ը ելելա միած ստուգումա տալիս, ստուգված իր սևին, դա է ստուգված կարմիր։ Իր վերսիայով խաղում ես պետք է հիմա կրակվեմ։ Ինձ տալիս է ստուգված կարմիր, որ ես կրակվեմ խաղապրծոնի կարմիրներով կրեն։ Դա ի՞նչ լոգիկա է։ Ընդունեք 3, ընդունեք 8։ Ընդունված է 8։ Չկա մի վերսիա քննարկելու վարիանտ։ Ես կարմիր խաղացող եմ, ես չգիտեմ 9-ն է շերիֆը, 2-ն է շերիֆը, ես քննարկում եմ երկու վերսիան։ Մի վերսիայով գնացել է։ Պետք է մյուս վերսիան խաղանք, թե չէ 3 կարան կրվեն, կրիտիկա, ես չգիտեմ ովքեր են սև խաղացող։ 10 վայրկյան։ Դուք ոնց որ ամեն ինչ գիտեք համար 8, այդ ինձ դուր չի գալի։ Համար 1 դուք եք շատ մեծ ֆեյլ արել։ Կարմիր խաղացողներին բացատրում եմ 9-ի համար սևը 3-ներ, եթե 9 անգամ սևն է, պետք է լինի 3։ 10 համար 1 Ընդունում եմ իմ սխալն է եղել համար 9-ի հետ կապված, ըստ ձեզ համար 7 սևա գնացան։
Շերիֆ բացվեց նաև համար 2-ը։ Համար 2-ը ստուգել է 8-ին, 8-ը սև է։ Ստուգել եք 8-ին սև է, բանում եք ստուգել։ Համար 9-ին ստուգել եք սև է եղել։ Ահա։ Համար 8-ի խոսքը դուրս չի գալի։ Ոչ մի շրջան ինձ դուրս չի գալի։ Ըստ ձեզ շերիֆը համար 2-ն է, թե համար 9-ն է։ Դե ուրեմն պիտի շերիֆությամբ խաղանք համար 2-ի։ Համար 2-ը կարմիր է։ Ես համար 3-ի դեմ եմ, բայց ուզում եմ հասկանամ մի հատ։ Okay. Եկեք համար 3-ին հանենք, մնացածը հասկանանք։ Համար 2, դուք ստուգել եք համար 9-ին, սևա, չէ։ Մենք տեսնում ենք հաջորդ սևը, հավանական սևը համար 3-ին։ Շնորհակալություն։ Համար 2, շնորհակալություն համար 1, համար 2 եզրափակիչ շրջանը։ Ուրեմն իմ համար խաղը բավականին պարզ է։ Ես խաղի շերիֆն եմ, չէի ուզում բացվեի, բայց համար 8-ը ինձ բացեց։ Ես կասկածներ եմ ունեցել անցած պտույտի ժամանակ, որ համար 6-ն է, բայց համար 8-ը ինձ համոզեց, որ համար 6-ը չի կարա սև լինի, որովհետև ոնց որ թե խաղացել է հետը, իր հորդով ստուգել եմ համար 4-ին, համար 4-ին ստուգելուց հետո համար 4-ը սև խաղացող է, երկրորդ կրուգի ժամանակ եմ ստուգել համար 4-ին, առաջինի ժամանակ ամենակասկածելի խաղը համար 8-ը համար 9-ը համար 9-ը եղավ, հաջորդը հիմա դուք եք կասկածվում, բայց ես ձեզ չեմ ստուգելու, որովհետև այս պայդրությամբ դուք իմ համար կարմիր եք խաղում, ինչքան է որ ինձ կասկածում եք։ Համար 3-ին ինչ եք բանում, հա հիմա համար 8 հասնում համար 1, բայց խաղը լքելու է ժողովուրդ, համար 10-ն ակնհայտ սաղ ընթացքում քվեարկություն եք անում։ Ինը հելել է ասում բան խաղացողը ինքը որպես սև չի գնացել։ Ինքը եթե որպես սև գնար, սաղ ստոլը համաձայն լիներ, որ համար 9-ը սև է գնացել։ Այդ ժամանակ ինքը կհելներ, կասեր ինքը սև խաղացող համար 2, Կարմիր խաղացող է։ շնորհակալություն համար 2։ Հիշեցեմ, որ համար 1-ը, 3-ը, 8-ը ունեն երկուական նկատողություն։ Քվեարկություն բառից հետո ցանկացած ժեստիկուլյացիա դա նկատողություն է։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 6, 3, 4, 8։ 6, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 6-ը, շնորհակալություն 0 ձայն։ 3, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 3-ը, շնորհակալություն 4 ձայն։ 4, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 4-ը, շնորհակալություն 4 ձայն։ 8, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 8-ը, շնորհակալություն 0 ձայն։ Խաղը կիսվել է 3-ի և 4-ի միջև։ 3 համեցեք։ Ես մի բան կասեմ, համար 9-ը միանշանակ սև էր, համար 2-ը վստահաբար շերիֆն է ու հիմա սևերը գնում են համար 9-ի խոսքի հետևից, որ հաջորդը դուրս եմ գալու ես եւ կարծեմ համար 2-ին նշեց, հա, չեմ հիշում։ Ինչևէ, համենայն դեպս ես հավատում եմ համար 2-ին, վստահ եմ, որ համար 4-ն է մեր մոտ սև խաղացող, այդքան բան, այսքանը համենայն դեպս։ Շնորհակալություն 4:30 վայրկյան։ Մինչև այդ ես էլ էի հավատում համար 2-ին, ասեմ ինչի համար, որովհետև ի սկզբանե վատ էր բացվել, շատ վատ էր բացվեին համարը, բայց հիմա լիքը բան իրար չի բռնում։ Ես ուզում եմ հասկանամ, եթե երկու գիշեր ստուգել ա ու գտել 2 սև, ինչի համար 8-ի հետ կիսվում այդ ամեն ինչը, որտեղ ինքը 8-ի գույնը չգիտի էլի, իրականում տենց է դա դառնում։ Այսինքն ես դա դվայկա եմ տենում 8 ու 2 լավ կլիներ մեզանից մեկի տեղը լիներ երկու համարի տեխնացությունը, որտեվ առաջինը գնաց, երկրորդն է պետք է գնա շերիֆը, բայց դե որ ես խաղից չգնամ, որտեվ ես կարմիր եմ, ինգույնը լավ գիտեմ։ Շնորհակալություն։ Ինձ այնը գնա երրորդի վրա։ Շնորհակալություն։ Եվ այսպես քվեարկություն։ Տեխնացուներն են 3, 4, 3, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 3-ը, շնորհակալություն 3 ձայն։ 4, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 4-ը, շնորհակալություն 5 ձայն։ Համար 4, 1 րոպե մահախոսական։ Իմ կարծիքով շատ վատ է գնում խաղը, ու խաղից պետք է գնա համար 8-ը, սենց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Զգացողությունները լավ էին, որովհետև առաջ անգամ էի խաղում կամերաների առաջ, բայց բախտներս չբերեց, որովհետև
շերիֆը կարողացավ շատ արագ հայտնաբերել մեզ։ Այդ 10 կրակի եք, ապա 10 կրակը ինի շերիֆը կանայք կրակի։ Գիշեր Այս գիշերը մաֆիան խաղից հեռացրեց համար 2-ին։ Գիշերը շերիֆը չկարողացավ գտնել սև խաղացող։ Առավոտ է քաղաքում։ Համար 2, դուք ունեք 1 րոպե մանխոսական։ Ուրեմն այս գիշեր իմ համար ամբողջ խաղի ընթացքում ամենը սև խաղացողը որպես այդպեսին որ գնում էր դեպի 10-ն է 10-ին ստուգեցի, բայց ես 10-ին ստուգեցի մյուս կասկածող խաղացողը 10-ը կարմիր խաղացող էր։ Հաջորդը ստուգեցի համար 1-ին ու հաջորդը ստուգելու եմ համար 1-ին, բայց կանք չստուգենք է սեղանից միանգամից հանենք, որովհետև ամենակասկածող խաղացողը մեկը ամբողջ տոլի ընթացքում եղել է համար 1-ը, որովհետև համար 1-ն ինչ որ պաշտպան է համար 9-ին, չգիտես խի քվեարկում էր համար 3, եթե ես բացվել եմ միակ շերիֆ ու կանգնում ասում եմ որ առաջի գիշերը ստուգել եմ համար 4, համար 9-ին, համար 9-ը սև է եղել, երկրորդ գիշերը ստուգել եմ համար 4-ին, սև է գնացել։ Խի չեք քվեարկում, եթե 9-ը Խի եք քվեարկում համար 3 ուտեղ դուք ձեզի պալիտ եք կոպիտ ասած անում։ Լավ, այսքանն է շնորհակալություն, խաղը լրիվ պարզա, դուրս է գալիս հիմա սեղանից համար 1-ը, թեկնածություն համար 1։ Շնորհակալություն համար 2, ծալիկ խնդրում եմ խաղակարը համար 2։ Կմաղթեմ էմոցիաներով լի խաղ, որպեսզի կարողանան լավ վերլուծական խաղ տանեն ու հանդիսատեսը նայելուց չձանձրանա, այլ ավելի ու ավելի էմոցիաներ ստանա խաղից ու ուզենա էլի նայի։ Համար 6 շրջանը դուք եք բացում 1 րոպե։ Շատ հետաքրքիր խաղ է, կարծում եմ երկրորդ կարծիք չկա, համար 1-ին եկեք խաղից անենք, խաղը ինձ թվում է կավարտվի։ Դե առաջարկում եմ համար 1-ի տեխնացությունը ընդունեք խնդրում։ Ընդունված է 1։ Շնորհակալ եմ։ Վերջ։ Այո։ Մարիա։ Վատը որ ուրիշ սև էլ չեք տեսնում, ես 3-ին էլ եմ սև տեսնում, համար 6 ջան։ Չէ, տեսնում եմ ես համար 3-ին սև, որովհետև համար 10-ին դուք տեսնում եք սև, բայց այդ մարդը սև բան չի ասել։ Համար 1-ը իմ համար այդքան էլ սև չի, հիմա բացատրեմ ինչի համար, որտեվ ես տեսել եմ, որ իր քվեարկությունը համար 9-ի дем, да, вырипум. Она бы себя бы так бы не сдала. То есть она изначально говорит, что номер 9 хорошо играет черным, но тем не менее скорее всего, она красная, и потом она случайно, хотя, может быть, она настолько напряжена, что, не знаю, но если для меня и есть еще один более черный человек, чем номер 1, это номер 3, это вы. Потом, номер 8 у нас, в принципе, типа красный, но его никто не проверял. Тоже непонятно. То есть, единственный красный человек, это для меня на данный момент, это номер 10 и я. Примите, пожалуйста, кандидатуру номера 3. Пока либо буду голосовать против номера 3, либо против номера 1. Համար 7, համար 8 30 վայրկյան։ Փնտրեմ ընդունեք մեկի տեխնացիան։ Ժողովուրդ 8 քննարկելու ինչ իմաստ կա։ Եթե 4-ը դուրս է գալի, ասում եմ պիտի դուրս գա կրակվի համար 8-ը։ Եթե դուրս գալուց այդ 10-ը նշանակում է սև է։ Եթե մարդը համար 9-ը բացվել է շերիֆ, նշանակում է սև է։ 2 սև գնացել արդեն, մնացել է 1 սև։ 10-ին էլ ես խնդրեցի, ասեցի 1 ստուգի, 10-ը ստուգի, ոչինչ։ Համար 1-ի տեխնացիան ընդունեք, քվեարկում ենք համար 1 10 վայրկյան։ Извини։ Վերջ, շնորհակալություն 10։ Նայեք, ես մտածում եմ միակ կարմիր խաղացող իմ գտած համար 3-ն է, որտեղ համար 9-ը ինձ բացվել էր շերիֆ, ինձ ասել էր որ ինձ ստուգե ես կարմիր խաղացող եմ, ու ասում էր պետքա հանենք 3-ին։ Դժվար թե ինքը լիներ սև խաղացող 3-ի հետ ու 3-ին ուզենար ճանապարհեր, որ ինքը մնար շերիֆ, որտեղ մեկը մի տեղ պետք է բացվեր, ինքն էլ կրակվեր, իր սևին այդտեղ փուրը տալը իմաստ չուներ։ Թոնիրը տալը, ներողություն։ Դրա համար մեկն էլ ախր սխալվավ քվեարկությունից, թե ինքը չէր ուզում իր սևի դեմ քվեարկել փոշմանեց, հետո որ քվեարկել է այդ վերցիանը։ Համար 8 դուք թեորիայում հնարավոր է որ ձեր երկու սևերին տվել եք այդ նույն թոնիրը, որի միջոցով շերիֆի հետ տեղել եք կապի ու արհեստական կարմրել եք ձեր դեմ խաղալու հնարավորությունները փակելով։ Ես կառաջարկեմ խաղալ համար 8-ի դեմ, եթե համար 8-ը մնաց խաղում, որովհետև բայց եթե համար 8-ը կրի սև քարտով, մանածեց իրան, բան չունեմ ասելու։ Այս բանը մենակ խաղում 3 ընդունեք 7, դու էլ կարաս համար 1 դնես 6 օրինակ։ Շնորհակալություն։ Համար 1 խնդրեմ 1 րոպե։ Իմ համար երբ որ համար 9
դիտարկենք սևա գնացել, կարմիրա գնացել, էթնիկում դնենք, տվեց համար 10-ին կարմիր, ես իրենց ցցի խաղալ, կապ չունի։ Ինքը մեկը երկու դեպքում է ձեր գույնը գիտեր։ Նայ համար 7-ը մինչև անընդհատ խաղում է։ Դրեց 4-ին ճանապարհեց, մինչև այդ անընդհատ 3-3 խի դրեցիք 4-ը գնաց։ Այդ ինչ ասեց, որ տես մի անգամից սևացա։ Համար 8 հաջորդ շրջանին ասացի, որ պատահական է եղել, էլ պետք չի այդպես քննարկել։ Համար 10, համար 3-ը կարմիր է։ Համար 7 եք դրե։ Ես քվեարկեմ համար 7-ի դեմ։ Ինչ։ Դու իմ համար կարմիր ես, դու դնում ես 7, չէ։ Ասում ես կրշավ։ Տանիք ես անում համար 3-ին, որ շնորհակալություն համար 1։ Քո հետ եմ խաղում։ Շնորհակալություն համար 1։ Խնդրեմ համար 3։ Իմ համար ճիշտ ասած գնալով իրականում ամեն ինչ ավելի պարզ պիտի դառնար, բայց մի տեսակ այս շրջանում ավելի շատ խճճվեց իմ մեջ։ Չգիտեմ, մի բան անգամ մտածեցի կարող է 6-7 օրինակ սև խաղացողին, եթե հա ես ուղղակի հիացած կլինեմ, որովհետև շատ պրոֆեսիոնալ խաղում, բայց իմ համար համենայն դեպս մնում է սև 10-ը, ինչքան էլ որ ասում ինքը ասեմ, ինչքան էլ որ ասում ես ստուգված կարմիր եմ երկու շերիֆի կողմից, վերջ։ Ուրիշ բան եմ ասում։ Ընդունում եմ համար առաջինի տեխնատությունը։ 10 անհնարս է։ Համար 6 առաջին նկատողությունն է։ Հա, ինչ էի ասում, ինչքան էլ որ ինքը ասում է ես օրինակ կարմիր եմ, եղա շերիֆ եմ եւ ստուգեր եմ դու կարմիր ես, ես գիտեմ որ ես կարմիր, հարցը դրա մեջ չի, բայց իր տեքստը մի տեսակ ինձ միջև իմաստ է։ Միակ թիմը չի, մարդ 10-ն է, երրորդ նկատողությունն է։ Եվ այսպես, ուշադրություն, քվեարկություն, տեխնատուներն են 1, 3, 7, 1 ովքեր են համաձայն խաղի թելանը համար 1-ը, շնորհակալություն 4 ձայն։ 3 ովքեր են համաձայն խաղի թելանը համար 3-ը, շնորհակալություն 0 ձայն։ 7 ովքեր են համաձայն խաղի թելանը համար 7-ը, դրեք խնդրում եմ ձեռքերը, շնորհակալություն 2 ձայն։ Համար 1 րոպե մանխոսական։ Գնում եմ կարմիր։ Համար 3 ուշադիր եղի, եթե դու կարմիր խաղացող ես, միայն 10-ն է թողած քեզ կարմիր, եթե դու կարմիր ես, միացի համար 10-ին։ Խի ես իրայի չես խաղում, միակ կարմիր խաղացողն է, խի ուշադիր չես լինում համար 10-ին։ Ես քո հետ եմ խոսում, որովհետև համար 10-ը քեզ կարմիրացրեց, ես քեզ սև էի տեսնում, ինչև ես։ Ես իր հետ եմ, կարմիր եմ, իր հետ եմ խաղում, իր ասածով բան արեցի, քեզ կարմիրացրեցի։ Okay, կարմիրներում հաղթանակ, համար 10 ուշադիր։ Շնորհակալություն։ Գիշեր։ Այս գիշերը մաֆիան խաղից հեռացրեց համար 3-ին։ Համար 3։ 1 րոպե մանխոսական։ Ես ճիշտն ասած հենց այդպես էլ գիտեի, կարմիրներին մաղթում եմ հաղթանակ, ինչևէ համենայն դեպս իմ համար սև խաղացող մնում է համար 10-ը, մեկ էլ ճիշտն ասած կասկածներ ունեմ համար 6-ի վրա։ Դա ինչ է նշանակում, չեմ ֆիքսել, սա ինչ է նշանակում կներեք։ Ինչևէ, համար 10 եւ համար 6 իմ համար սև խաղացողներ են։ Ցանկանայի գոնե շերիֆի կարգավիճակում հանդես գալ, քանի որ ինքս իմ համար էլ ավելի ինտրիգային կլիներ խաղը, բայց հանդես է գալիս սովորական կարմիր խաղացող։ Խնդրեմ համար 7։ Անտոնեք խնդրում եմ համար 8-ի տեխնատությունը։ Ընդունված է 8։ Դա ցույց տալի։ Չի, ես ես հավատում եմ համար 10, համար 8 մտածում եի ով կարա լինի 8 թևեց, դե դուք ես բան չցույց տվեցի։ Okay, ինչքան շատ կանդիդատուրա այդքան լավ հիմա, որտեվ իրոք չգիտեմ կամ 8-ն է կամ 6-ն է, այս пահին ավելի շատ 8-ը, որտեվ почему вам номер 2 верил? Вас не проверили. Почему он вам все докладывал? Не знаю, в общем, пока номер 3 в самом конце был настолько красным этой своей уверенностью, что номер 10 черный. В общем, мне кажется, каждый шериф, который бы проверил бы номер 10, нашел бы красного, номер 3 сказал, что он черный. Вот, в общем, либо против 8, либо против 6. Спасибо, пас. 8 մեկ րոպե։
Փաստորեն համար 1-ի հարցում ենք սխալվել։ Խնդրեմ ընդունեք համար 7-ի տեխնացությունը։ Թողած է 7։ Որ եթե 7-ն ասма դնենք լիքը տեխնացուներ եւ այլն, ոչ մի լիքը տեխնացու դնել պետք չէ, անգամ կարող եք կիսել 2-ից ինձ 8-ին հանել եւ դուք կհաղթեք, եւ եթե ես կպարտվեմ համար 6-ին, որտեղ ստուգված է համար 10-ը, ապա հրաշալի խաղ եք խաղացել, շնորհավորում եմ, ես պատրաստ եմ պարտվել ձեզ, բայց պատրաստ չեմ պարտվել համար 7-ին, որը 1 համար 3-ի դեմ էր խաղում, հիմա էլ ասма չէ ոնց որ 3-ը շատ կարմիր է, 1 համար 2-ի դեմ 1, հիմա շրջվեցին դեմ 1, այնտեղ 10-ի դեմ այնքան շում ենք խաղացել։ Ամեն դեպքում համար 1-ի ստուգումը շերիֆի կողմից, եթե համար 1 ստուգեր, մեզ ավելի կօգներ։ Խնդրում եմ ընդունեք համար 7, հաստատված է։ Համար 10 ունենք ստուգված կարմիր, համար 6 ունենք մեր թիմի հետ խաղացած մարդ։ 10 վայրկյան։ Եթե ասում եմ հաղթեք դուք, ապա հրաշալի խաղ խաղացել, բրավո, ես պատրաստ եմ պարտվել ձեզ, որտեղ պրոֆեսիոնալ եք խաղացել։ Բայց համար 7-ն ասել, շնորհակալություն համար 10 30 վայրկյան ունեք, որովհետև ունեք 3 նկատողություն։ Ես էլ եմ կողմ կիսել 7-8, եթե 6-ն է հաղթում թող հաղթի, այդ 8-ը պետքա լինի կարմիր խաղացող, ճիշտ է, նու պետքա 6-7 կիսենք, բայց ուրդի տեխնացիոն արդեն կա, իմաստ չունի։ Համար 7, ճիշտն ասած, ես զգում եմ ինձ մոտ տպավորություն կա, որ ես ձեր գրպանում եմ հայտնվել վերջին 3 շրջանների ընթացքում, որովհետև դուք շատ եք առանց իմ մասին տվյալների ասել որ ես կարմիր խաղացող եմ, թեպետ ես էլ եմ ասել որ ես կարմիր եմ տեսել, ված չէիք խոսում, բայց ոնց որ ես իմ գույնը որ գիտեմ, ձեր ասածները ինձ մի քիչ բան է, սկսել է այս հուշակուկում նեղել ինձ։ Հավասար քվեարկենք 7-ը 8-ի դեմ, 8-ը 7-ի դեմ, 6-7 իրար հետ 8-ին, ես 8-ը իրար հետ 7-ին, կիսենք հանենք։ Մեզնից մեկը կուրախանա, համար 6 կամ 2-ը։ 6 Իրականում փաստացի եթե մի հոգի մնացած չներ խաղը բնական է որ հաղթել էր մաֆիան 7-ի վրա երբեք չեմ կասկածել անկեղծ ասեմ դե պարզա ինքը պետքա կամ ին վրա կասկածեր կամ համար 8-ի որովհետև 10-ը ստուգված է անիմաստ է ես է շատ ուրախ կլինեմ անկեղծ ասեմ որ եթե համար 8-ը կամ համար 7-ը սև մնացած հաղթեն այս խաղը որտեղ երկուսի վրա էլ հավասարաչափ եմ կասկածում, անկեղծ ասած, չեմ կարող ասեմ հաստատ 8-ն է կամ հաստատ 7-ն է։ Եկեք երկուսին էլ խաղից անենք։ Կարմիրները թող հաղթեն։ Եթե դուք կարմիր եք, եկեք երկուսը դուրս եկեք, մենք հաղթենք։ 10 վայրկյան։ Առաջադրում եմ 8-ի տեխնացությունը 7-ի։ Հա, 7 տեխնացու։ Շնորհակալություն։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 8, 7, 8, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 8-ը։ Շնորհակալություն 2 ձայն։ 7, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 7-ը։ Շնորհակալություն 2 ձայն։ Խաղը կիսվել է 8-ի եւ 7-ի միջև 8 30 վայրկյան։ Փաս։ 7 30 վայրկյան։ Պաս։ Ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 8, 7, 8, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 8-ը։ Շնորհակալություն 2 ձայն։ 7, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 7-ը։ Շնորհակալություն 2 ձայն։ Հարց է հնչելու երկուսի հեռանալու մասին։ Եվ այսպես ովքեր են համաձայն որպեսզի երկուսն էլ լքեն խաղը, շնորհակալություն 4 ձայն։ Համար 8 1 րոպե մահախոսական։ Շնորհակալություն հրաշալի խաղի համար, հետաքրքիր խաղ է իսկապես։ Էլի եմ կրկնում, ես համոզված եմ, որ համար 7-ն է սևը, բայց եթե կպարտվեմ համար 6-ին, դուք ասենք պրոֆեսիոնալ եք։ Շնորհակալություն նաև ովքեր այս պահին մեր կողքին չեն, ասում հասկանալի պատճառներով լավ խաղ խաղացինք, շերիֆն էլ լավ խաղաց։ Հա, ամեն դեպքում վերապամով եմ ասում, բայց շերիֆն էլ лав խաղաց։ Այսքանը փաս։ Շնորհակալություն։ Համար 7. Жаль, что Ракарев, շատ լավ խաղեր. Я держалась до последнего, но не получилось. Но тем не менее, я собой довольна, потому что я не люблю черную игру.
Շնորհակալություն, հաղթեցին կարմիրները։ Խաղի սևերն էին 4, 7, 9, խաղի դոններ 9, խաղի շերիֆներ 2-ը։ Այսօր այսքանը, ստեցություն։ Սևերը շատ լավ խաղացին, բոլոր սևերը։ Կարմիրները թե կարմիրներն էլ են լավ խաղում, բայց դե վրիպեցին, ոչինչ տենց էլ է լինում։ Հույս եմ, որ հաջորդ խաղերը մենք կխզարենք կարմիրներով։ Ես սիրում եմ կարմիր խաղալ, ճիշտ ասած, որովհետև ես ընդհանրապես չեմ սիրում խաբել։ Մոգոն ինքը շատ երիտասարդ ընկերություն է եւ ինչ վերաբերում է երիտասարդության, ինտելեկտուալ խաղերին եւ առհասարակ մարդկանց պոկել գadgetներից եւ բերել նստացնել սեղանի շուրջ, Մոգոն դրա կողմնակից է։ Դա էկո համակարգի եւ առհասարակ մեր հասարակությանը օգտակար եւ շատ կարեւոր գործ է եւ մենք ցանկանենք, որ այս նախագիծը վարակիչ դառնա բոլոր հեռուստաընկերությունների համար եւ շատանան նման ռեյտինգային մրցույթները եւ մրցաշարերը։